Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարելույս սեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Անցնող շաբաթ սկսանք սերդել Սուկրիկոր Նարեգացի Մադյան ողբերգության 49-րդ գլուխը։ Սերդեցինք առաջին մասը եւ տեսանք թե ինչպես Սուրբ Նարեգացին Դեր Հիսուս Քրիստոսի գտիմե եւ գսե որ դեր միցկեր որ անօրենությունները զիս իրենց թագարտներու մեջ առնեն իմ վրաս շատնան եւ միցկեր որ ավստամ կորոզը սատանան խափեզիս դեր թուն որ թակավորն ես իմ թուն որ իմ բոլոր մեղքերս ներած ես ես քեզի կապավինիմ եւ գսեր Նարեգացին որ դեր քու մեծությունդ ոչ թե առավելապես գարդահայտվի աշխարհի ստեղծագործության մեջ ոչ թե երկինքը ստեղծելուց եւ հրեշտակները ստեղծելուց մեջ ոչ ալ աշխարհը եւ մարդիկը եւ անոր մեջ եղած ամեն ինչը ստեղծելուց մեջ ոչ ալ ծովուն խորերը անթունտները եւ անսահման ծովու դարածությունը ստեղծելուց մեջ այլ քու մեծությունը մանավանդ դեր գահիտնվի երբ ինձի պես մեղավոր մարդուն ներում գշնորես եւ գվերը հաստատես իդ իր աստվածային բատկերի մեջ ահա այս է քու մեծությունդ Սիրելիներ այսօր պիտի շարունակենք 49-րդ գլխու երկրորդ մասը Եկեք նախ ցեզի ընթերցեմ լսեցեք Սուրբ Նարեգացի սրդեն բխած սրդի խորերեն Աստուծոյդ իր գդարած խոսակցությունը քրապար մեր ոսկերնիգով եւ ապա գթարգմանեմ ու գբացադրեմ զայն Փան խե թո փենմաս ի խորոց սրդից խոսքն Աստուծո Արդարև ոչ ոք փավե հեյիցս թարգմանել խոսուկ նյութական լեզվի իմասանց այդի քումտ կտությանց զոր արիս ցուցեր հորինիչ Քանզի եւ մեծ իսկե զորություն ըս հնացյալն անտրեն նորոքել ըստ առաջնումն բայցարության քան հանգոյից ստեղծագործել եւ զի ոչ է քո դգարություն որ զորություն թես ամենայնի ար որ փան քո միայն աստյալ ըս լրություն կորձոցն գլխավոր է ահա հարիցես փարավոր լինել բարեկորձ իսկ ստացվածս այս գրգին անհուսալի բրգությանս զի իրավամփը ուխտի բարձրասի հաստատուն եղյալ մեծաբես օրտնապան ավետյաց կոցայն ի կաբելույթ շնոր զանուցյալ ողորմության լուսովդ ուղերցյալ քանի ջանաբարը ստեղծանելույն զի արմինն արարիչ միայն ջանաչիս իսկ արմյուսն առաջնով գոչմամփն եւ երախտավոր ընդ գերբացուցանելույն եւ կավիչ ընդ նորոքելույն եւ բարերար ընդ հաստելույն եւ ողորմած ընդ գազմելույն եւ հնարավոր ընդ հորինելույն եւ հեզ ընդ նգարելույն ամենազոր ընդ առաջնորդելույն եւ լույս ընդ դadzելույն հովիվ ընդ թարմանելույն խնամիչ ընդ ողջ բահելույն բժիշկ ընդ ցերնգալությանն զորավար ընդ ամբարդությանն թակավոր ընդ արարչությանն քաղցր ընդ ամենադուր բարգեվածն արad ընդ միշտ անսալույն ներող ընդ ոչ փարգանալույն անուխագալ ընդ գարյացս վշտակցելով ծածկակետ ընդ հանցանցելով կտոցն աբավեն ընդ կերունակ կորովույն աստված ընդ անսպար բարությանն օրտնյալ համենայնի ամեն Սիրելի ազգագիցներ սիրելի հավատագից եղբայրներ եւ քույրեր Սուրբ Նարեգացին այս բոլորը Տեր Հիսուս Քրիստոսին ասել է յետք որ դեր քու մեծությունդ առավելապար գահիտնվի ինձի պես մեղավորը վերագանքներու մեջ նույն այս մտածումը հիմա
Սուրբ Նարեկացին կշարունակե իր այս երկրորդ մասի մեջ 49-րդ գլխու երկրորդ մասի մեջ կթարգմանեմ քանի մտողեր եւ ապա կբացատրեմ գսե Նարեկացին արդարև արարածներեն ոչ ոք կրնա նյութական լեզվի խոսքերով բացատրել ինձի հանդեպ ցուցաբերած կտություններուտ փոքրիկ մասնիկն անգամ ով հորինող որովհետև ավելի մեծ զորություն է հինցածը վերանորոգելը առաջվան բայցարության հասցնելը քան ոչինչին ստեղծագործելը մարդկային սիրելներ էակներեն ովևէ մեկը աշխարհի մեջ գրնա նյութական խոսքերով բարերով բացատրել թե Աստված մեզ մե յուրաքանչյուրին հանդեպ ինչպիսի սեր եւ կտություն ցուցաբերած է գրնա բացատրել ովևէ մեկը խոսքերով թե Աստված Դեր Հիսուս Քրիստոս ինչպիսի ներում շնորհած է մեզի քաված է մեր մեղքերը գա մեկը որ գրնա մարդկային բարերով բացատրել նույնիսկ Դեր Հիսուս Քրիստոսի մեզի հանդեպ ցուցաբերած այդ հսկա անհուն կտության մասնիկն անգամ բզդիկ մասը անգամ կարողանա իր մարդկային բարերով բացատրել բիդի չաճողի անթիվ եւ անչափես սիրելներ Գիրոջ յուրաքանչյուր արարածին նկատմամբ ցուցաբերած սերը կտությունը քավությունը մեղած թողությունը ներումը խնամքը եթե մեր ձնելու բահենը սկսյալ մինչև մեր ցանկի վերջին շունչը բատմենք սիրելիներ բարերով բատմենք Դիրոջ մեզի հանդեպ իր ցուցաբերած անհուն սիրույն ու կտության մասին հավատացեք որ անբավարար բիդելա մենք ադորամար հավիդենաբես երախտաբարդ պիտի մնանք Դեր Հիսուս Քրիստոսին եւ հավիդենական ցանկն անգամ սիրելներ որ վերջ պիտի չունենա ադիգա անգամ բավարար պիտի չլա մեր երախտագիտությունը շնորհակալությունը հայտնելու Դիրոջ որ մեզ ազատեց մեղքի ստրգութենեն եւ փերավ իր թակավորության դակ արժանի դարձուց արժանի պիտի դարձնի անշուշտ իր երկրորդ կալուստին հավիդենական ցանկ առաջնորդելու մեզի հավիդենական ցանկ մտցնելու ահա սիրելներ թե որքան երախտաբարդ պետք է լանք մեր Դիրոջ նկատմամբ մտածենք խարխլված այսպես գիսականտ գիսավերակ դունմը ո՞յ է մեկ բանի պետքական է ո՞յ է մեկ պետքի գծարայե այդպիսի դունմը ոչ խարխլած դունը սիրելներ ո՞յ է մեկ բանի պետքական չէ եւ ինչ կնեն այդպիսի խարխլած դունի հետ գփլեն զայն գկանտեն զայն եւ անոր դերը նոր գշինեն սիրելներ մենք այդ խարխլած հյուղագի նման էինք խարխլած մեղքերու պատճառով գիսականտ գիսավեր եւ հետեւաբար դերը սիրելներ եթե վարվեր մեզի հետ ինչպես մենք կվարվենք ուրիշներու հետ կամ արարկաներու հետ կամ այս խալխլած դունի հետ եթե դերը մեզի հետ վարվեր այդպես ու բնաչնչեր մեզ մարդկությունս ինձ քեզ սիրելի եղբայր քեզ սիրելի քույր եւ մեր դերը նորը ստեղծեր գրնար Աստված գրնա դերը մինչեւ հիմա էլ գրնա անել նույնը դերը բայց ինչ երավ դերը սիրելներ դերը մեզի հետ այդպես չվարվեցավ այլ դերը խարխլած մեր ցանկը մեղքերու մեջ մեղքերով այսպես գիսաբեր եղած մեր ցանկը սիրելներ հաստատեց վերանորոգեց եւ ամենքս շատ լավ գիտենք որ սիրելներ ավելի հեշտ է դունմը սկիզբեն ոչինչեն ստեղծելը իր հիմքեն ստեղծելը քան թե ավերված դումը վերանորոգել եւ հաստատում բահելը ամենք սա գիտենք ադիկա
Սիրելիներ, հետևաբար ավելի հեշտ մի լալ դիրոջ չէ, եթե մեզ բնաճն չէր եւ նոր մարդկությունը ստեղծեր։ Բայց դերը չվարվեցավ մեզ այդ այդպես։ Այլ դերը սիրելիներ մեզ վերանորոգեց իր արյունով մեզի հարություն տվավ։ Մենք որ մեղքերու մեջ մեռած էինք, որովհետև մեղքին վարձքը մայ է գսե Պողոս առաքյալ Հռոմայացիներու նամակի 6-րդ գլխու 20-րդ համարի մեջ։ Մենք սիրելիներ արժանի ենք հավիտենապես գրագի ու լիջե, գրագի ու ձծումպե լիջին մեջ նետվելու, այրվելու հավիտենապես։ Դեր այդպես չվարվեցավ մեզ հետ։ Այլ դերը սիրելիներ հանցնարավ մարդանալ խաչին վրա խաչվիլ իր արյունը թափել ինքզինք զոհել որբեսի քավե մեզ ադուրամար Հիսուս Քրիստոս մեր քավությունն է եւ մեղքերու թողությունն է տարբերությունը ինչ է այս բարերուն քավություն եւ թողություն քավությունը սիրելներ մեղքերուն համար զոհն է իսկ թողությունը մեղած չնչումն է Հիսուս եւ քավություն է մեզի եւ թողություն է օրինակ քահանաներուն դերը իշխանություն տվավ մեղքերը ներելու բայց քահանաները քավություն չեն ինչու որովհետև իրենք չեն զոհեր մեր մեղքերու համար գրոնավորը ես ինքս չեմ զոհեր ուրիշին համար այլ Հիսուսի գողմե ստացած իշխանությամբ գրնամ չնչել մարդոց մեղքը Հիսուսի խոսքով ուրեմն սիրելներ Հիսուս ինքն է միակ քավիչը քավություն բարգեւողը որովհետև ինքզինք զոհեց մեր մեղքերու թողության համար եւ մեզ վերստին նորոգեց մեզ նոր դարձուց նոր մարդ դարձուց իր սուրբ հոգիով իր արյունով եւ ասիկա սիրելիներ հզոր զորություն է եւ քանի որ ահա դարվա վերջն ենք մենք ալ սիրելիներ սուրբ ներսես շնորհալի հայրաբեդին բես ասենք նորոգող հնությանց նորոգիա Եվզիս նորոգ Զարտարիա այսինքն հնությունները նորոգող դեր հիները նորոգող դեր նորոգե Եվզիս վերստին Զարտարեն նորից նոր Զարտարեզիս արաքինություններով սրբությամբ արյունովդ հաջորդ դողերը կթարգմանեմ եւ որովհետեւ դգարություն չունիս թուն որ ամեն բանի զորությունն ես եւ խոսքդ միայն բավարար է որ բոլոր գործերը հասնին իրենց լրումին թեև դեր Հիսուս Քրիստոս սիրելներ մարդկային իր բնությամբ եւ իր գրած չարչարանքներով ու խաչելությամբ մանավանդ աշխարհի մարդոց ներկայացավ աշխարհի մարդոց աչքին երևցավ որպես դգար մեկը սակայն սիրելներ դեր Հիսուս Քրիստոս ինքը ամենահզորն է ինքը դգարություն չի ճանչնար այո մարդիկ գարձեցին որ ինքը դգար է սակայն սիրելներ իրենք չհասկացան որ Հիսուս իր մահով չնչեց մեր մեղքերը Հիսուս իրականության մեջ իր զորությունը հայտնեց մահվամբ զմահ գողյաց իր մահով մահը գողեց մահը ջզմեց մահը խորդագեց եւ հարությամբ նյուրով մեզ զգյանս բարգեւյաց մեզ գյանք բարգեւեց իր հարությամբ հետեւաբար սումնարեգացին գսե եւ որովհետեւ դգարություն չունիս տուն որ ամեն բանի զորությունն ես Հիսուս Քրիստոս սիրելներ ամեն բանի զորությունն է Հիսուսեն է որ սիրելներ մյուս էակները զորություն գարնեն հրեշտակները մարդիկ Հիսուսեն է որ մենք զորություն գարնենք բայց Հիսուս զորության սկզբնաղբյուրն է չկա իր մեջը դգարություն նույնիսկ եթե իր խաչելությամբ իր չարչարանքներով դգար երևցավ մարդոց աչքին սակայն իրականության մեջ դեր Հիսուս իր խաչելությամբ ցույց տվավ իր զորությունը մեղքին վրա ու մահվան վրա եւ մեզ ազատագրեց ահա սիրելներ իր զորությունը ադորամար նարեգացին գսե եւ որովհետեւ դգարություն չունիս տուն որ ամեն բանի զորությունն ես եւ խոսքդ միայն բավարար է
խոսքդ միայն բավարար է, որ բոլոր գործեր հասնին իրենց լրումին։ Սիրելիներ, դեր Հիսուս ինչպես ստեղծեց աշխարհը։ Դեր Աստված ինչպես ստեղծեց։ Մենք կգարտանք Ծննդոց գրքի մեջ, եւ Աստված ըսավ, դերն ասաց, ըսավ խոսքով, դերը խոսքով ստեղծեց ամեն ինչ։ Եվ ով է խոսքը։ Հիսուս Քրիստոս։ Հետևաբար Հիսուսով է որ ամեն ինչ ստեղծվեցավ։ Եվ Հիսուս ինչպես ներեց անտամալույց մարդու մեղքը։ Գարտանք Մատթեոսի ավետարանի 9-րդ գլուխը։ Գարտացեք սիրելիներ առաջին 10 համարները։ Երկրորդ համարի մեջ գսե եւ որ անտամալույցը տեսավ Հիսուս անոր ըսավ քաչալերվե որդիագս մեղքերդ քեզի ներված են։ Սիրելի եղբայրներ եւ քույր, մեր ամենագարող դերը մեզ իր խոսքի զորությամբ է որ գսե քաչալերվե որդիագս մեղքերդ քեզի ներված են։ Այս դարեվերջին սիրելի եղբայր, սիրելի քույր, սիրելի մեղավոր եղբայրներ եւ քույրեր, մենք որ ամենքս ալ մեղավոր ենք, Գիրոջ դիմաց ձունգի գուկանք եւ գսենք դեր ները մեզի մեր մեղքերը, ները մեր անհատական մեղքերը, մեր ընտանեկան մեղքերը, մեր ազգային մեղքերը, ները մեզի դեր, որովհետեւ մենք մեղ գործեցինք, մեղանչեցինք քութեմդ, ըմփոստ ամփարդավանին հետ, ապստամբին հետ, սատանային հետ, թաշին կընկեցինք եւ քեզի թեմ մեղանչեցինք, ները մեզի մեր մեղքերը։ Եվ երբ կտեսնե դերը սիրելիներ, որ մեր աղաղակը ճշմարիտ է, արդար է, իրավացի է, անգեղծ է, այդ ժամանակ իր սուրբ խոսքով, իր մեկ խոսքով գները մեզ մեր մեղքեր ու գսե քաչալերվեցեք զավակներս, որովհետև ծեր մեղքերը ներված են ցեզի։ Եվ սիրելիներ, արդեն դիրոջ այս արարքը մեզի ներում շնորհելը ավելի մեծ բան է, ավելի մեծ, որ իր անունն ալ ավելի գմեցնե, քան թե ոչինչ են դիրոջ ինչ ստեղծելը։ Ահա հաջորդ դողերու մեջ նարեկացին գսե ուստի փարավորվելու համար ել ով բարեգործ գրգին բրգելու քո այս անհուսալի ստացվածդ, որբեսի այս ըստույգ ուխտիդ համացայն բարձրանա եւ մեծապես հաստատվի քո օրտնապան ավետիսիդ ցայնը, որ առավելապար կավությանը չնորով գջանցվի ու ողորմությանը լույսով գրճակվի, քան ստեղծագործելովդ։ Այստեղ սուբ նարեկացին սիրելիներ գներշնչվի Եսայի մարգարեության Պերնով Աստուծո իսկ խոսքեն։ Գգարտանք Եսայի մարգարեության 30-րդ գլխու 10-րդ համարի մեջ Աստված գսե հիմա պիտի ելեմ գսե դերը, հիմա պիտի փարավորվիմ, հիմա պիտի բարձրանամ, պիտի ելեմ, պիտի փարավորվիմ, պիտի բարձրանամ, այս գսե դերը։ Հիմա սուրբ նարեկացին սիրելիներ դիրոջ այս խոսքեն, այս խոսքերը առնելով դարձյալ դիրոջ գաղաղագե եւ գսե մանավանդ որ դիրոջ փարավորվիլը եւ մեծարվիլը դեսնելով իր անցին, իր հուսահատ անցին վերանորոգության Աստուծո Քրիստոսի իրեն հանդեպ ցուցաբերած փրկության կորձին ընդմեջեն եւ գսե ով բարեգործ դեր, բարեգործ դերը բարեգործ է, դերը բարերար է։ Ես որ քո ստացվածդ եմ, մենք ամենքս ալ դիրոջ կպատկանենք, մարդու չենք պատկանիր, այլ դիրոջ կպատկանենք, հետևաբար դիրոջ ստացվածն ենք։ Հետևաբար գսե ես որ քո ստացվածդ եմ եւ անհույսը բրգվել է, հույս չունեմ բրգվելու։ Եթե մեզի մնաս սիրելներ, մենք մեր անձը գրնանք բրգել, ոչ։
Եթե Հիսուս աշխարհ եկած չլար, մենք ամենքս ալ անհուսության մեջ մեռած կլայինք։ Ադորամար Քրիստոս չունեցող մարդը անհույս վիճակի մեջ է։ Ոչ իր գործերը զին կրնան ազատել, ոչ իր բարեգործությունները, ոչ մեկ բան։ Որտեղ մարդը միշտ մեղավոր է, միշտ բագասավոր է Աստծո աչքին։ Հետևաբար գսե որ ով բարեգործներ, ես որ քու ստացվածը թեմ եւ անհույսը բրգվել է իմ բազմատիվ մեղքերուս պատճառով, անշուշտ Թուն միայն գրնաս քավել ու չնչել իմ բազում մեղքերս, հանցանքներս, ուստի ել ով դեր, ել, ինչպես որ խոստացար ելել եւ փարավորեզիս հուսահատս, հուսապեգյալս, հուսալքյալս, փրգելով զիս, որբեսի այս ըստույք ուխտիտ համացայն, թուն որը սիր բիդի ելեմ, բիդի փարավորեմ, եւ բիդի փարսրանամ, բիդի փարավորվիմ եւ բիդի փարսրանամ, հետևաբար այս ուխտը որ թուն ըրիր, հետևաբար դեր այս քու ելլելովդ եւ զիս փրգելովդ եւ բիդի փարավորվիս եւ բիդի փարսրանաս ավելի քան եւ որ ստեղծագործություն կատարեցիր անորամար ով օրտնապանված դեր գսեն արեգացին այդ պիսով մեծաբես հաստատվելով քո օրտնապանված ու ավետապեր ցայնդ խոստումդ որ առավելապար քավությանդ շնորհով գջանցվի իմ մեղքերս քավելով գհրճակվի եւ ողորմության լույսով գհրճակվի զիս ողորմելով այլ խոսքով գջանցվի գծանուցվի քու այս մեծնալդ քու այս բարձրանալդ քան թե ստեղծագործելով այո սիրելներ դերը լեցուն է իր փառքով իր մեծությամբ իր իմաստությամբ իր կարողությամբ իր փառությամբ բայց երբ որ դերը սիրելներ մեղավորներուս հանդեպ ողորմություն գցուցաբերե եւ իր մահովը դեր Հիսուս Քրիստոս իր մահովը ներեց մեզ մեր մեղքերը քավեց մեր մեղքերը խաչին վրա այդ պիսով դերը սիրելներ ավելի մեծարվեցավ ավելի բարձրացավ եւ անիկա ավելի բարերար գոչվեցավ որքանալ այսօր մենք հուսած վիճակի մեջ լանք ազգովին թե անհադաբես որքանալ սիրելներ այսօր մենք տեսնենք որ մեղքերու դիրմի մեջ ընկածենք չհուսադինք ժամանակն է վերանորոգվելու ժամանակն է նոր դարին սիրելներ նոր օրդությամբ սկսելու իսկ ադիգա չեն կրնար մենք մեր անցովը մեր չանքերովը կատարել այլ ճշմարիտ ու ամբողջական հավատք ունենալով մեր փրկին Հիսուս Քրիստոսի վրա անի որ իր արյունով գնով վերանորոգե մեզ կսրբացնե մեզ անես սիրելիներ այսօր երբ արևմտյան աշխարհը եւ գաթողիկե մեր եղբայրներն ու քույրերը ծննդյան նախադոնակը կկատարեն խթումը կկատարեն Christmas Eve կկատարեն սիրելներ լավագույն ժամանակն է որ ամենքս ալ կիդակցինք որ մեղավոր ենք վերանորոգության կարիք ունենք եւ անիկա գրնանել միայն ձնյալ բրգիչը երբ մեր մեջ զինք հրավիրենք որ ձնի մեզ վերստին նորոգե իր ձննդյամբ եւ ադիգա սիրելներ ավելի մեծ փառք բադիվ ու մեծարան կբերե Տիրոջ անունին քան երկինքի ու երկրի ստեղծագործությունը հաջորդ տողը երկու տողերը կթարգմանեմ նարեկացին սե որովհետև մեկ բարակային իբրև արարիչ կջանցվիս միայն իսկ մյուս բարակային նախորդ կոչման հետ նաև իբրև երախտավոր
Ստեղծագործելու մեջ սիրելներ դեր Հիսուս միայն իբրև արարիչ կջանցվի մինչդեռ երբ մեր մեղքերը գներե գքավե թողություն կշնորե մեզի սիրելներ այդ ժամանակ գջանցվի եւ որպես արարիչ եւ որպես երախտավոր կնշանակե բարերար այն որ երախտակետ կորց կատարած է մեզի հանդեպ մենք ադորամար մեր ամբողջ կյանքի ընթացքին եւ հավիտենական կյանքի մեջ մենք միշտ երախտակետ պիտի լանք դիրոջ նկատմամբ վերջապես սիրելիներ մտապերենք թե ինչու համար Աստուծո որդին մարտացավ ծնավ գադարելապես ի սրբոգուսեն Մարիամա ինչու համար մենք Հիսուսի ծննդյան տոնը կդոնենք ինչու համար հավատամքի մեջ նիգիական հավատամքի մեջ գշեշտվի վասն մերո փրկության մեր փրկության համար Հիսուս չծնավ այս աշխարհի մեջ որպես աշխարհը տեսնե ինքը ստեղծած է այս աշխարհը այլ ինչպես որ Հովանու ավետարանի 3-րդ գլխի 16-րդ համարի մեջ կսվի Աստված այնքան սիրեց աշխարհը այսինքն մեզ որ մինչև իսկ միածին որդին տվավ որբեսի անոր հավատացողը չգործվի այլ հավիտենական կյանք ունենա ահա սիրելիներ դեր Հիսուս Քրիստոս մարտացավ ծնավ գադարելապես վասն մերո մեր փրկության համար եւ դեր Հիսուս մարմնանալով եւ արարիչ մնաց եւ երախտավոր եղավ այսինքն սիրել բարերար եղավ որովհետեւ մեզ փրկեց եւ մենք հավիտյանս հավիտենից երախտակետ ենք իրեն որովհետեւ իր մարմնանալով մեզ փրկեց վերջին սիրելիներ ամբողջ երկար հատվածը կթարգմանեմ գսե սուբնարեգացին ոչ միայն գերբավորող եղար այլև քավիչ նորոգելուն է նաև բարերար հաստատելուն է նաև ողորմած գազմելուն է նաև հնարաքյուտ հորինելուն է նաև հեզ նկարելուն է ամենազոր առաջնորդելուն է նաև լույս խնամելուն է հովիվ թարմանելուն է խնամող ողջ բահելուն է բժիշկ ցերկ բռնելուն է զորավար ամբարդության է թակավոր արարչության է քաղցր ամեն բարգև դվողին է արադ ոչ միայն միշտ մդի գնող այլև ներող չփարգանալուն է անոխագալ ոչ միայն վշտագից ես մեր վիշտերուն այլև ծածկակետ խնամարգու կտությանց է աբավեն կերազանց կուրկուրանքին է Աստված անսպար բարության է ամեն բանի մեջ օրտնված սիրելիներ ամեն մեկ դողին մասին կարելի է երկար խոսիլ բայց պիտի ուզեմ որ վերստին գարտակ եւ ամեն մեկ դողին վրա գանք արտնեք բարս բարերեն բայց խորտածելու արժանի որտեղ սուրբ նարեգացին ինչպես որ ըսավ Հիսուս Քրիստոսին որ տուն դեր ստեղծագործության մեջ տուն բարձաբես արարիչ կգոչվիս այո բայց զիս բրգելուտ համար ոչ միայն արարիչ կգոչվիս այլ նաև բարերար եւ հիմա այստեղ գշարունակե սուրբ նարեգացին սելու համար որ ով Հիսուս Քրիստոս տուն ամեն ինչի մեջ եւ ամեն բանի համար ոչ միայն արարիչ ես այլ երախտավոր բարերար ոչ միայն ավազանի մեջ վերստին ծնելով մեզ վերստին գերբավորեցիր մեր սկզբնական բատկերին աստվածային բատկերին մեջ վերահաստատեցիր մեզ այլև քավիչ ես որովհետև քու մարմնից զոհակործությամբ քավեցիր մեզ մեր բոլոր մեղքերեն ոչ միայն նորոքիչ ես այլ մեզ նորոքիչ ըլլալով հանդերձ նաև բարերար ես ոչ միայն մեզ վերստին մեր ունեցած բարքի մեջ հաստատող ես այլ նաև ողորմած ոչ միայն մեզ գազմելուն ուրեմն մեզ գազմելուն է
մեզ ոչ միայն գազմող ես, ստեղծող ես, այլ նաև հնարակույտ, այսինքն ամենահնար, չկա բամը, որ դերը չկարողանա հնարել, ջարմը չգտնել, սիրելներ մարդ, եթե հրեշտակները եւ որ դեսան ու Ադամ Եվան մեղանչեցին, եւ դուրս տրվեցան տրախտեն, երբ մարդկությունը սիրելներ մեղանչեց, հրեշտակներն անգամ չէին երևակայեր, չէին գնար մտածել, սատանան անգամ չէր գնար մտածել, որ Քրիստոս հնարք ուներ մարդը բրգելու։ Ադորամար ուրախ էր սատանան, որ ամեն մարդու օքին իր ցերկի մեջ կավակեր։ Բայց դերը հնարքը ունի սիրելներ մարդիկը բրգելու։ Հնարքը ինչ ռավ դերը։ Ոչ թե հնարք կդավ, այլ ինքը հնարակեդն է։ Հնարակույտն է ինքը։ Այլ սիրելներ դերը, ահա, հնարք քյուդեց, հնարեց, որ ինք մարդանար ու խաչվելով իր արունը տապելով մարդը բրգեր։ Հորինելուն հետ նաև հեզ։ Մարդը երբ որ բամը հորին է, սիրելներ գհբարդանա, իսկ Հիսուս իր հորինելուն հետ ամեն ինչ որ գհորին է, սակայն միշտ հեզ է։ Ադորամարը սավ, սորվեցեք ինձ մե, ես միշտ հեզ եմ ու խոնար սրտի։ Մեզ նգարելուն, գերբավորելուն հետ նաև ամենազոր։ Դեր ինք մեզ նգարեց, գերբարանավորեց, գերբավորեց նաև։ Հետևաբար նաև ամենազոր։ Ոչ միայն մեզ առաջնորդող, այլ նաև լույս։ Այո, Քրիստոս սիրելներ եւ առաջնորդ է, եւ լույս է։ Մեզ գարաչնորդ է սիրելներ լույս ճամփաներեն, իր լույսով, որբեսի մեղքերու թակստոցներու մեջ, զուգակներու մեջ չինանք։ Ոչ միայն խնամող, այլև բարի հովիվ։ Մեզ թարմանելուն հետ նաև խնամող։ Մեզ ողջ բայելուն հետ նաև բժիշկ, սիրելներ առանց երկնավոր բժիշկին մենք ողջ չենք կրնար մնալ։ Ինքն է որ մեզ գթարման է, ինքն է որ մեզ ողջ կբայ։ Դիեզերքի բժիշկը Հիսուս Քրիստոս է։ Իրեն թիմենք։ Դեր Հիսուս եւ մեր ցերքեն մեզ բռնողն է եւ մեր զորավարն է։ Մեզ հոգևոր բادرազմեն հաղթական առաջնորդողը դուրս բերողը։ Ամբարդության հետ մեր թակավորն է։ Ինք ամբարդելի թակավորն է, որ մեզ սիրելներ, որ մեզի հաղթանակ կուտա։ Արարիչ լալով հանդերձ քաղցր է, քաղցրակուտ Աստված է։ Ամեն բարի բարգև մեզի դալի անգախ նաև արադապաշխ է, արադորեն գուտա։ Ոչ միայն համբերող է ու մեզի միշտ մդիկ կնե, այլև գները մեր բոլոր մեղքերը։ Այս ամեն մեկ դողերը, որ սավ նարեկացին անոնք է, որ սիրելներ ավելի հասկանալի բարերով ցեզի կբացատրեմ։ Ոչ միայն չփարգացող է, այլև անոխագալ։ Ինչ կնշանակի անոխագալ, ող չբահող, քեն չբահող։ Մենք սիրելներ, եւ որ մեզի թե մարդիկ մեղանչեն, մեղ կործեն, սխալին, մենք ող կբահենք հաջող, քեն կբահենք։ Բայց դերը սիրելներ, ամեն մեղ որ իրեն թեմ ուղված է, ինք ող չի բայեր, քեն չի բայեր մեր նկատմամբ։ Ոչ միայն վշտագից է մեր վիշտերուն, մեր ցավերուն, որտեվ ցանկով սիրելներ դերը գրեց մեր բոլոր ցավերը, հետևաբար մեր աբրած բոլոր ցավերուն ցավը ինք աբրեցավ, ինչպես Եբրայեցիներու նամակի մեջ կգարտանք սիրելներ երկրորդ գլխու 17-18 համարներու մեջ, ինք սիրելներ մարդկային բոլոր փորձություններով փորձվեցավ բացի մեղքեն, հետևաբար ինքը վշտագից է մեզի, գահսկնա մեր վիշտը, մեր ցավը։ Հայրենիքի մեջ միշտ մենք հայերս վարժված ենք իրարու ինչ ասելու, ցավը տանեմ։ Սիրելներ մեկ մյուսին ցավը չի գրնար դանիլ։ Մեկ հոգի գա որ մեր ցավը գտանի, անալ Հիսուս է։ Հիսուս կրնա ասել մեզի, Հիսուսը սավ մեզի ցավը տանիմ։ Եվ մեր ցավը դարավ։ Ուրեմն ոչ միայն վշտագից է մեր վիշտերուն, այլ նաև ձածգակետ կսեսուկ նարեկացին։ Ձածգակետ կնշանակի ձածուգը քիծող։
մեր ողն ու ծուծը քիծող ոչ միայն կթած ու խնամարգու խնամք տանող այլ նաև աբավեն պաշտպան Դեր Հիսուս ոչ միայն քերազանցաբես քուրքուրացող է ինչպես որ բարի հովիվը սիրելներ իր քարդունքները իր փազուկներով գահավաք է ու զանոնք իր կիրգը գարնե այս պատկերը արնված է Եսայի մարգարեի 40-րդ գլխի 11-րդ համարեն ինքն է որ սիրելներ գահավաք է քարդունքները գովե զանոնք իր կիրգը գարնե ձծգեր քարդունքները գամացը գկշե գարաչնորթե ուրեմն այսպիսի կտացող հայր է Դեր Հիսուս Քրիստոս ոչ միայն ուրեմն քերազանցաբես քուրքուրացող այլ նաև Աստված որովհետև թեև սիրելներ իբրե մարդ ճանցվեցավ աշխարհին Հիսուս բայց ինքը ճշմարիտ Աստված է եւ վերջապես վերջին դողը սուբնարեգացին գսե ուստի Դեր Հիսուս իր անսպար փարությամբ միշտ օրտնված է ամեն բանի մեջ եւ ամեն ինչի համար Փառք իր սուրբ անվան Փառք իր զորության ահա սիրելներ թե դերը որքան գմեծարվի որքան մեծարված է ու գմեծարվի ոչ միայն իր անբացատրելի ստեղծագործությամբ այլ մանավանդ սիրելներ մեզի անտեպ իր ցուցաբերած խորունկ սիրուն համար որով ինքզինք խաչին վրա զոհեց իր արյունը թափեց որբեսի մեզ մեր մեղքերը ները ու մեզ վերստին վերանորոգե մեզի հարություն տալով Փառք իր սուրբ անվան Փառք իր զորության Աստված ձեզ արադաբես տողորտնե բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին